Գործարանը կառուցվել է 80 թվականների սովետական միության մեծագույն տեքստիլ գործարաններից մեկն է եղել։ Մարալիկի բամբակային ֆաբրիկա է կոչվել, բայց չարաբաստիկ 88 թվականի դեկտեմբերի երկրաշարժից հետո պարապուրտի կանգնեց գործարանը, ճանապարհները փակվան, սովետական երկիրը մասնատվեց, քանի որ բամբակն մեծածավալ բեռ է, երկաթգիծը չէր աշխատում, ֆաբրիկան կանգնեց։ Փորձեցինք նորից կյանք տալիս գործարանին, ես եւ իմ գործընկերս գնացինք ֆաբրիկան, շինարարական աշխատանքներ ավարտեցինք 18 թվականին, նոր սարքավորում ներմուծվել է Թայվանից եւ Չինաստանից։ Պետությունը մեքենասարքավորումների ներմուծման դեպքում արտոնություն է տալիս, մաքսատուրքեր չկան։ Դա եւս խտան է մարդկանց նպատակա ուղղելու արտադրություն, ավելի հիմնավոր է արտադրություն, քան ներկրել վաճառելը։ Մեր գործարանը նախկին սովետական տարածքում միակն է, որը արտադրում է վերականգնված հումքից։ Միջ լեգալային թափվածքը կարի գործարանների մենք վերամշակում ենք, դարձնում ենք նորից բամբակ, նորից հետ վերադարձ սրբիչ, հագուստ, գուլբաներ։ Հումքը հիմնականում վերցնում ենք Հայաստանում գործող կարի արտադրամասերի թափվածքներ, վերամշակում ենք, բամբակյա թել ստանում։ Չենք աղդոդում հողերը նոր ազոթային պարադանանքներով, նոր բամբակ չենք ցանում, այս տեսակ արտադրությունը հիմնականում եղած է, որպեսզի ներկա տներ ավելի նոր չաշխատեն, ինկեկալագիցքի մաքուր արտադրանք է։ Թելերը արտահանում ենք Ռուսաստան, նախկինում Ուկրաինա, հիմա առաջի պայմանագրերը ունենք, արտահանում ենք Ուզբեկստան։ Որպեսզի մենք կարողանանք թելի սպառման շուկա գտնենք, ստեղծել ենք մեզի համար սպառման աղբյուր։ Նույն հասցեում կա հիմնարկություն, որը սպառեկը մեր թելը գնում ենք այն ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք գործարանը լցել աշխատանքով։ Ունենք 35 աշխատողներ պետք են մեզ։ Ես կոչ կենեմ բոլոր մարդկանց, ովքեր կուզեն կանոնակարգված աշխատավարձ առնին, հիմնավոր աշխատանք ունենան, գան, տեղավորվին, չերտան խոպանները, գործարկել են գործարանի մի մասը, մյուս կեսը ներկայումս ուզում ենք վերականգնել, հրավիրում ենք գործարաններին, որոնց կարող ենք տեղ տալ, կոմունիկացիաները ապահովել, ինքը դառնա կլաստերային նշանակություն ունեցող գործարան։ Հույսով ենք Մարալիկ դառնա մեծ տեքստիլ կենտրոն Հայաստանի Հանրապետության համար։